Բարև ձեզ վեստիայեմի հարգելի հետևորդներ, մենք այսօր զրուցելու ենք Երևանցուն անհանգստացնող ամենաակնառու խնդիրների մասին, հատկապես ասֆալտապատման աշխատանքներ, աղբահանություն, Երևանի աղտոտված օդ, շինաշխատանքներ։ Այս մասին զրուցելու ենք Երևանի ընդդիմադիր ավականու անդամ Արշակ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սարգսյան, հատկապես վարորդներին անհանգստացնող կարևորագույն թեման փոստալցման աշխատանքներն են, որը քաղաքապետի գնահատմամբ ունի բավականին դրական դինամիկա եւ կարծես հասել են խնդրի հիմնական լուծմանը։ Ինչպես է գնահատում դուք։ Ես համաձայն չեմ, որ հասել են խնդրի հիմնական լուծմանը։ 25 թվականից սկսած փոստալցումներ էր կատարվել, 3 միլիարդից ավել գումար էին տրամադրել, բայց այդ փոստալցումները ձյանպես հալվեց, տեսանք բոլոր վարչական շրջաններում, թե ինչպես են քանդվում իրենց արած ասֆալտը։ Այսօր առավոտյան Տիգրան Ավինյանը մեքենա վարելիս մի տեսանյութ դիտեցի, որը այսօր էր հենց թողարկվել, ասում էր, որ իրեն ժամանակվա ասֆալտը չէ, այսինքն նախկինների արված ասֆալտն է քանդվել, մեր ժամանակվանը չէր արվել, բայց ես հիմնավոր կերպով ներկայացրել էի Նազարբեկյան թաղամասում անցած տարի մի փողոցի վրա 80 քառակուսի մետր արված փոսալցում, որը փաստաթղթով կա իմ մոտ, արել էին անցած տարի մոտ 5-6 ամիս առաջ, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իմ շենքի բակում ու բոլոր վարչական շրջաններում, այո, իրենց արած ասֆալտների մի զգալի հատված քանդվել է, բայց փորձեցին նորից այդ մանիպուլյացիայի դաշտ մտնել եւ նախկինների, այսպես ասած, գրպանը գցել այդ ասֆալտը։ Իհարկե, մեր հասարակությունը պետք է իմանա, որ այո, հնարավոր է նախկինների արված 20-30 տարվա ասֆալտը քանդվել, որովհետև 20-30 տարի է անցել, դա շատ սովորական բնույթ պետք է լինի, որ քանդվի 10-20 տարվա ասֆալտը, բայց 5 ամսվա արած փոսալցում ասֆալտը չպետք է քանդվեր։ Իսկ ինչից է քանդվել այդ ասֆալտապատումը, փոսալցումը։ Անորակ ասֆալտապատումից, այսինքն բիտումի պակասից, որը շատ տեղերում չեն անում, նաև այս տարվա ասֆալտապատման հետ կապված, որ ասում էին բիտում, այս տարի նաև Աբելյան փողոցում ես տեսանկարը հանեցի իրենց նոր արված ասֆալտը, որ որոշ տեղերում, երբ որ հսկող չի լինում, բիտում չի արվում, շինարարի կողմից, այո, չի արվում, շինարարը հնարավոր է խափի եւ բիտումը որոշակի գումար արժեցող պետությունը վնաստա, բայց ինչ պետք է անի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը պետք է հսկող ունենա, ոչ թե վարչական շրջանից 1-2 ֆիզիկական անձ ուղարկելով այնտեղ, այլ մասնագետ ուղարկելով, որ հասկանա, այդ մասնագետը պետք է, այսինքն հասկանա ասֆալտը ինչ ընթացակարգով է արվում, ինչքան բիտում պետք է օգտագործվի, ինչ են, երկու մարդ էին ուղարկել այնտեղ, որը ասֆալտապատումից չէին հասկանում այդ մարդիկ։ Զուտ ֆոտոներ էին կատարում, որ ուղարկեն Տիգրան Ավինյանին եւ Տիգրան Ավինյանը ռոլիկներ անի եւ մեր հասարակությանը ցույց տա, տեսեք, որ այստեղ բիտում կա, այն հատվածները, որտեղ իրենք կանգնած նկարում են, որը հիանալի է իհարկե այդ հատվածները, դա ցուցադրում են, իսկ որտեղ բիտում չեն անում, դա չեն ցուցադրում։ Պարոն Սարգսյան, նախկին ասելով, կարծես, այսինքն տրամաբանությունից խոսքի նկատի ունեին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակ իրականացված ասֆալտապատման աշխատանքները։ Այնտեղ ամեն ինչ կարգին է։ Ես չեմ կարծում իրենք Հայկ Մարությանին նկատի ունեին, իրենք մեր հասարակությանը Հայկ Մարությանով չեն կերակրում, Հայկ Մարությանը իրենց համար այս բան այդ գործոնը չէ։ Իրենց համար մեր հասարակությանը կերակրում են նախկին, այսինքն նախկին 20 տարիները, 30 տարիները, իրենք փորձում են նախկիններին բոբով ներկայացնելով վախեցնել մեր հասարակությանը, ու այդ ամեն ինչը վերագրելով նախկիններին, այո, նախկինների ժամանակ բազմաթիվ սխալներ եղել են, դա ոչ ոք չի կարող հերքել, որ չի եղել սխալներ, բայց այնինչ շինարարներից մեկի հետ ես խոսում էի այդ ասֆալտապատման ընկերություններից, այդ իրենց պրարաբը ինչ էր ասում էր, որ ամենալավ ասֆալտապատումը արվել է 15 տարի առաջ, այսինքն վերջին 10-15 տարիներին նորմալ ասֆալտապատում չի եղել։ Որակյալ ասֆալտապատումը շատ ավելի շուտ է եղել, իրենց ասած նախկինների օրոք, որովհետև օգտագործվում էր իրական բիտում, ոչ թե այսօր վերել են, օրինակ հաստատել են բիտումի ինչ-որ բիտումից պատրաստված ինչ-որ նյութեր, որը իրական բիտում չէ, էլի։ Խնդիրները ամեն դեպքում Երևանի քաղաքացուն չեն, խնդիրները ավականունն են, իշխանությանն են գուցե, երբ կարող է երևանցին տեսնել նորմալ եւ որակյալ ասֆալտ եւ այստեղ ինչ է անում ընդդիմադիր խմբակցությունը։ Ընդդիմադիր խմբակցությունը կատարող է, չէ, որտեղ ընդդիմադիրը
մենք որպես ընդդիմադիրավականի մենք իշխանություն չենք, մենք որոշումները չենք կայացնում կոնկրետ գումար դուրս գրելու, մենք ընդհանուր հատկացումները բյուջեի հաստատում ենք, բայց ընդհանուր ընթացքում քաղաքապետի որոշմամբ է շատ գործարքներ տեղի ունենում, որը մենք պետք է միայն վերահսկենք։ Մեր վերահսկումը կատարվում է նրանում, որ մենք ցույց ենք տալիս, օրինակ սա անորակ է։ Բայց դրանից որոշակի քաղաքապետարանը ուշադրություն դարձնում է, որ հարցը, որ ավելի գլոբալ է տարածվում, թե համացանցում, թե մեր հասարակության մեջ, դա փորձում են շտկել, այսինքն այդ աշխատանքը փորձում են կատարել, բայց նորից գցելով նախկինների գրպանը։ Հենց դա եմ ասում։ Եթե մի հարցը բարձրաձայնվում է գլոբալ, դա փորձում են լուծել, բայց երբ որ մի հարցը գլոբալ մակարդակի չի բարձրանում, նույն մեր լրատվականները, օրինակ նյութեր կան, հնարավոր է բազմակողմանի տարածում չտան, այդ հարցը փորձում են անտեսել։ Օրինակ կարող եմ բերել Աչափնյակի էստակադայի հարցը, որը ես բարձրաձայնել էի, որը պետք է լուծում ստանար, բայց ասում էին գումար չկա։ Ասֆալտապատման հետ կապված, տեսեք, այս տարի, անցած տարի 3 միլիարդ էին նախատեսել, այս տարի 4.3 միլիարդ, այսինքն 1 միլիարդից ավել են դուրս գրել, բյուջեով հաստատել, որ պետք է ավելի շատ ասֆալտապատում կատարվի։ Դա իհարկե լավ է, որ պետք է շատ ասֆալտապատում կատարվի, բայց ոչ թե զուտ փոքր փոսային նորոգումներ են կատարում ու անորակ։ Անորակն է այստեղ խնդիրը, որ վերահսկողություն չկա։ Քաղաքապետարանի հիմնական բացը ոչ պատասխանատու լինելն է, այսինքն հսկողության բացակայությունն է։ Գումար այո կա, այնքան գումար կա բյուջեում, որ կարողանում են ասֆալտի գումարները տալ։ Այդ գումարներն էլ հավաքել են մեր բնակիչներից այն թանկացումների հաշվին, գույքարկի թանկացումից, թե տրանսպորտի թանկացում, այսինքն բոլոր ոլորտները քաղաքացիական պայմանագիրը թանկացրել է։ Թանկացումների հաշվին Երևանցու կյանքի որակը Երևան քաղաքում որքան է հնարավոր ավելի բարելավել, քան հիմա ունենք։ Եթե ճիշտ կառավարում տեղի ունենար, այդ թանկացումները նախ անտեղի էին, մի մասը թանկացումների վստահեցնում եմ անտեղի էր, հիմնավոր չէր, օրինակ կարմիր գծերը հիմնավոր չէր, որը ձախողեցին, դա ապացուցվեց, որ իրենց նպատակը չի իրականացել, այսինքն չի բեռնաթափվել Երևանը եւ անհարկի 2.5 միլիարդ դրամ գումար են հավաքել մեր քաղաքացիներից, տրանսպորտի թանկացումները անհիմն, որը մինչեւ այսօր էլ չեն կարողանում ապահովել, որովհետեւ մեր բնակիչները էլի 30-40% ես 3 բավականու նիստ ունեինք մենք հանձնաժողովի նիստ, այդտեղ նաև ներկայացրեցի, ասեցի 30-ից 40% նորից չեն վճարում մեր քաղաքացիները, բայց ոչ թե մեղավոր են մեր քաղաքացիները, դուք եք մեղավոր, հիմնավորելով, որ այո, ավտոբուսներում տեղ չկա, բեռնված են մարդիկ գնում եւ չեն կարողանում, նույնիսկ եթե քաղաքացին միտումնավորել չցանկանա չվճարի, ցանկանա որ ինքը պետք է վճարի իր քարտի ձեռքում, չի կարողանում վճարել, այսինքն ինքը չի կարող մոտեցնել վալիդատորին, որովհետեւ գերբեռնված է ավտոբուսը։ Շարժի տեղ չկա, որ առաջանան մարդիկ այդտեղ։ Դա էլ է բաց, այսինքն դա էլ է վնասում 30-40% այդ բացին, որ ասում են 3 միլիարդ դրամ քիչ ենք հավաքել ավտոբուսից։ Սարգսյան, նաև շատ քննարկվեց վերջին շրջանում վիոլաջերի այդ խնդիրը գիշերային ժամերին ջուր չունենալու Facebook-յան սոցիալական ցանցերի գրառումները հաշվի առնելով հիմնական մի այսպիսի թեզ գտա. Երևան քաղաքը վերածվել է գյուղի։ Ի վերջո խնդիրը կարող ենք համարել լուծված թե ոչ եւ ինչպես առաջացավ։ Տեսեք, նախ ես 2 տարի առաջ հարցում էի ուղարկել հենց վիոլաջերին, իրենք պատասխանեցին, որ պետության հետ պայմանագիր ունեն եւ իրենք ըստ պայմանագրի պարտավոր են 6 ժամյա ջրամատակարարում ապահովել, այսինքն մի բան էլ վիոլաջերում մեզ լավություն է անում, երբ որ օրինակ 8 ժամ է տալիս, այսինքն ըստ պայմանագրի ինքը կարող է 6 ժամ ջրամատակարարում, օրը 24 ժամվա մեջ 6 ժամ ջրամատակարարում անել, մնացածը իր խախտումը չի, եթե չի տա։ Այդտեղից տեսեք, օրինակ, այդ այո, ճիշտ եք ներկայացնում, ջրերի հետ կապված վերջերս հայտարարություն տեղի ունեցավ, որ 24 ժամյա ջրամատակարարում չի լինելու, չէ՞։ Եվ քաղաքացիական պայմանագիրը արագ փորձեց վիոլաջերի հետ կապտվել եւ ասեց նման բան չկա, մենք այդ խնդիրը լուծեցինք։ Այդ խնդիրները իհարկե իրականում կան, լինելու են, միջև ընտրությունները իհարկե այդ հարցերը փորձելու են քողարկել։ Ընտրություններից հետո իհարկե այդ անջատումները լինելու են, քանի որ բազմաբնակարան շենքերի այս կառուցումը, ահռելի կառուցումը, հազարավոր բազմաբնակարան շենքեր էին բերում կառուցում, մենք դեմ էինք քվեարկում այդ բազմաբնակարան շենքերին, ոչ թե մենք չէինք ուզում մեր քաղաքը զարգանա, այլ մենք
տեսնում էինք այն բացերը եւ հիմնավորում էինք, որ ենթակառուցվածքների պակաս ունենք մենք Երևան քաղաքում, այսինքն թեկոյի ուղղատար համակարգերը լավ չեն գործում, այսինքն հին Հայաստանում Երևանը նախատեսված չէր այսքան բնակիչների համար։ Հետևաբար, եթե պետք է Երևանի բնակչությունը մեծանա, այդ հեռանկարում պետք է իրանք նախատեսեին, պետք է ենթակառուցվածքներ ավելացնեին, ոչ թե այդ հինի վրա բերեին բազմաբնակարան շենքերի նույն կոյուղին, ջուրը անցկացնեին հին համակարգի մեջ։ Եթե բնակչությունը ավելանում է, հետևաբար մենք ունենք X քանակի ջրի պաշար։ Այդ X քանակի ջրի պաշարը չի ավելանալու, X կա, X էլ մնալու է։ Իսկ բնակիչները եթե շատանում են, այդ հաշվով այդ ջուրը բաժանվելու է ավելի շատ բնակիչների մեջ եւ հետեւաբար պետք է ավելի քիչ ջուր ստանանք մենք բոլորս յուրաքանչյուրի հաշվով կրճատվելու է ջրի պաշարը։ Եթե ինչպես ներկայացվում է գումարի խնդիր չկա, ինչու սա չի փորձում կարգավորվել վիոլա ջրի հետ նոր պայմանագրով, նոր խնդիրները կարգավորելու հետ։ Տեսեք, գումարի խնդիրը մի իրենց կողմից նախագահ Խաչատուրյան կարծում եմ Խաչատուրյան մեր նախագահ ունենք, ասում եմ մենք գումարի խնդիր չունենք, Տիգրան Ավինյանին ասում եմ, այս տակադան պետք է կառուցվի, ասում է ճիշտ եք ասում, ոչ ոք, այսինքն Երևան քաղաքում մեկ նույնիսկ քաղաքացի չկա, որ ասում է, դա սխալ է, այս տակադա կառուցելը, այսինքն հիմնավոր է, որ ճիշտ է, պետք է օրինակ Աչափնյակի հետ Գևորգ Չաուշ-Սիլիկյան շրջանաձև երթևեկելի գոտում այս տակադա լինի։ Բայց Տիգրան Ավինյանը ասում է, մենք գումար չունենք, որ այս տակադա կառուցենք, որը 2.5 միլիարդ դրամ է։ Նախորդ տարի Տիգրան Ավինյանն էր ասում, որ եթե քաղաքի կարիքների համար գումարը պետք իրենք ունեն։ Դե փաստացի առաջարկը եղել է, ասում էր մեր կառավարության գործընկերներից կգնանք, տեսնենք կտան գումար, թե չեն տա, այսինքն կառավարությունը կտա, թե չի տա, եթե չի տա չեն գանի։ Ես հիմնավոր ասում եմ այն գումարները, որը կարմիր գետագծերով հավաքել ենք, 2.5 միլիարդը կարելի է այս տակադալ անել, քանի որ կարմիր գծերով դուք նախատեսել եք, որ բեռնաթափում պետք է լինի եւ չի տեղի ունեցել։ Իմ հստակ ծրագիրը, որ պետք է այս տակադա լինի եւ դա բեռնաթափում է Երևանը, այս տակադաները ենթակառուցվածքների բացակայությունը հենց այն է, ինչ այսօր ունենք, այսինքն բեռնված քաղաք։ Պետք է կառուցվի այս տակադաներ, վերգետնյա, ստորգետնյա անցումներ, ավտոկայանատեղիներ, որ այդ բեռնաթափումը իրականություն դառնա։ Այլապես բեռնաթափումը իրականություն չի դարձնելու, եթե այսպիսի կառավարում ունենանք առանձնացված գծերի հետ կապված, առանձնացված գծերը շատ լավ բան են, բայց ոչ քաղաքացիական պայմանագրի, այս ձևավորած կարմիր բանը առանձնացված գծերը հետիոտնի շահը այո ավելի կարևոր է, քան մեքենայի մասնավորի շահը, դա էլ ենք մենք ասում այո, բայց երկուսս ասում ենք մի նույն բանը, բայց իրենք փորձում են հետևից այդ հարցը լուծել, որը չի ստացվում։ Այսինքն առաջնային քայլերը պետք է լինեին ավտոկայանատեղիների կառուցումը, դրանից հետո այդ կարմիր կետագծերը պետք է դուրս գար ամբողջ Երևան քաղաքից, որտեղ հանրային տրանսպորտը երթևեկում է, եւ մնացած վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի երթևեկում, պետք է մնային կարմիր գծերը։ Բայց այդ ամենը անելուց հետո պետք է լիներ։ Այդպես ենթակառուցվածքներ էլ կառուցելուց հետո մենք ունենալու ենք նորմալ քաղաք, որտեղ շարժը կառավարելի է լինելու մեքենաների, նաև լուսացույցերի հետ կապված խնդիրներ կան, որը ճիշտ չի համակարգվում։ Վիոլա ջրին անդրադառնալով մի այսպիսի բողոք նաև որպես քաղաքացի շատ հաճախ, երբ որ ահազանգ է լինում քաղաքապետարանի թերքից, ասում են դա մեր ջրագիծը չի այստեղ որ խցանվել է, մեր խնդիրը չի որ դուք այսօր 14 ժամով, 24 ժամով ջուր չունեք, դա վիոլա ջուրն է մեղավոր։ Վիոլա ջուր երբ որ զանգահարում ենք, ասում են գիտեք քաղաքապետարան կարող եք զանգահարել։ Ի վերջո, վիոլա ջուր ընկերության աշխատանքի պատասխանատուն ով է։ Տեսեք, վիոլա ջուրը մասնակի հնարավոր է ճիշտ է ասում, որովհետև մի մասը օրինակ վիոլա ջրի աշխատանքների իրենը չի կառավարության տիրույթում է ընկնում, նույնիսկ ասեմ Երևան քաղաքի տիրույթում չէ որոշակի հատվածներ, բոլորը փորձում են Երևան քաղաքի, բայց Տիգրան Ավինյանը, որ քաղաքացին չբողոքի կառավարությունից փորձում է այդ բացատրությունը չտալ, որ այո, ամբողջապես օրինակ ջրահեռացման համակարգերի պատասխանատուն կառավարությունն է, որոշակի կառավարության տիրույթում է դա, ոչ թե քաղաքապետարանի։ Իսկ վիոլա ջուրը այո, ինքնը շատ առումով այո վիոլա ջուրը թերանում է, չի կատարում իր պարտավորությունները մեր բնակիչների նկատմամբ, ասեմ օրինակ, տեսեք, երբ որ փողոցները քանդում են, նոր արված ասֆալտապատումը նաև վիոլա ջրի աշխատանքների պատճառով է, օրինակ հիմնանորոգումը նոր արվում է ասֆալտը եւ քանդում են եւ նորմալ չեն կառուցում։ Երեք օրինակ նախագիծ էին բերել, Կամո Արենը ասում էր այդ վիոլա ջրի հեծի հետ կապված նոր փոփոխություններ ենք հիմա կատարում, որ այդ փողոցները որ քանդում են,
այդ քանդված հատվածները ճիշտ վերանորոգեն, այսինքն մինչև այս 8 տարի կառավարման արդյունքում իրանք չգիտեին, որ սա ճիշտ չէր, տեսած կլինեք փողոցներում, որ կտրված հատվածներ կան, ջրագիծ կամ գազ, նմանատիպ աշխատանքներ են արել եւ ամբողջությամբ ասֆալտը վնասվել է եւ մի քանի ամիս հետո օրինակ մի քիչ փոս է ընկել այդ հատվածը, որը գծով կտրվել էր։ Հիմա փորձում են դա ուղղել։ Դա շատ լավ է, որ փորձում են ուղղել, բայց ուշացումով պետք չէ, այսինքն մի քանի տարվա արդյունքում միլիարդավոր ծախսեր կատարվի, դրանից հետո նոր հասկանան ինչ պետք է անել։ Տեսեք, երևանցին, որ զանգահարում է քաղաքապետարանի թերքից, շատ հստակ չգիտի, այս ջրագծի պատասխանատուն ով է։ Ամեն դեպքում իր բողոքը Երևանին չի ուղղված։ Այո, Երևանի քաղաքապետարանը, տեսեք, այո, պարտավոր, նույնիսկ եթե իր տիրույթում չի, Երևանի քաղաքապետարանը պարտավոր է վեոլաջրին ստիպել կատարել աշխատանքները։ Պարտավորություն ունի, այո, Երևանի քաղաքապետարանը այդ մասով, որ պետք է ինքը ստիպի։ Բնակիչը զանգում է Երևանի քաղաքապետարանը պետք է վեոլաջր, եթե գտնում է, որ վեոլաջրի տիրույթում է այդ հարցի լուծումը, պետք է ստիպի վեոլաջրին, որը շատ տեղերում փորձում են իրենց վրայից էլ հանել այդ մեղքը, իբր տեսեք, դա վեոլաջուրն է եւ վերջ, իրան զանգահարեք, ոչ, այդպես չէ, վեոլաջրին էլ կարող են զանգահարել, բայց եթե Երևանի քաղաքապետարանն է զանգել քաղաքացին, Երևանի քաղաքապետարանը պարտավոր է վեոլաջրին ստիպել, որ կատարել իր պարտավորությունը Երևան քաղաքի նկատմամբ, քանի որ Երևանի քաղաքի ամբողջ տարածքը Երևանի քաղաքապետարանին է պատկանում վերահսկելու նաեւ։ Դա բաց է, ճիշտ եք ասում, այդ խնդիրը մինչ այս պահը չի էլ լուծվել, մեկը մեկի վրա է գցում խնդիրը, վեոլաջուրը ասում է Երևանի քաղաքապետարանն է, Երևանի քաղաքապետարանը փորձում է վեոլաջրի նույնը Գաղավանի հետ կապված է, հեծի հետ կապված է նմանատիպ խնդիրներ լինում։ Բայց ցավոք սրտի Երևանի քաղաքապետարանը մինչ այս պահը չհասկացավ, որ Երևան քաղաքում ցանկացած հարց վերաբերելի է հենց իրեն, Երևանի քաղաքապետարանին, կարևոր չէ տիրույթում է, այսինքն այդ գումարը պետք է ծախսի Երևանի քաղաքապետարանի բյուջեից, թե օրինակ ինչ որ անհատ պետք է կատարի այդ աշխատանքը, պետք է ստիպի Երևանի քաղաքապետարանը, նույնիսկ օրինակ մի գործարար, եթե փորձում է քանդել, պետք է հստակ սահմանված կարգով նույնը հետ վերականգնի X ժամանակահատվածում իր կահավորումը, որ չվնասի մեր քաղաքացուն։ Քաղաքացուն նաև շատ անհանգստացնում է Երևանի աղտոտված օդը, որոնք են պատճառները եւ ինչն է բարձրաձայնում։ Ասեք, մի բազմաթիվ պատճառներ կան, բազմաթիվ գործոններ են ազդում օդի վրա։ Մեքենաներից սկսած, մեքենաների հետ կատալիզատորների հետ կապված խնդիրներից, մեր աղբի գործարան չունենալու խնդրից, նաև Նոբարաշենի աղբավայրն էլ է ազդում այդ օդի հետ կապված։ Մեր շինարարությունը փոշու հետ կապված, տեսել ենք ինչ փոշի է Երևան քաղաքում, երևի թե տարածաշրջանի ամենաաղտոտված քաղաքն է դարձել, բայց փորձում են իրենք ինչ-որ սարքերով որոշակի հատվածներում այդ սարքերը դնել եւ ցույց տալ, որ ինձ համար այդ սարքերը հավատ չեն ներշնչում, քանի որ մեր Երևան քաղաքում հիվանդությունների թիվը տեսել եք, մեծացել են, երևի բոլորս էլ շաբաթը մեկ հիվանդանում ենք, դա մեծ մասամբ նաև կապված է այս օդի աղտոտվածության հետ կապված, ավելի գլոբալ խնդիրներ ներկայացնեմ, նաև այս ծառերի ցեղասպանությունն է հիմնահատակ, իրենք չեն նայում, եթե որոշում են Թումանյան փողոցում կամ Արաբկիր վարչական շրջանում պետք է ծառերը հատեն, ծառերը ամբողջությամբ կտրում են, չեն նայում, օրինակ ճիշտ կլիներ, այն ծառը, որը էլ պիտանի չի, դա օրինակ փոխարինվեր ուրիշ ծառով, բայց իրենք ամբողջապես որոշում են օրինակ սակուրաներ դնել, հին սաղարթախիտ ծառերը հեռացնում են եւ դնում են ոչ սաղարթախիտ, դեկորատիվ ծառեր, որը թթվածին այդքան չի տա, ինչքան մեր սաղարթախիտ օրինակ թեղիները, մյուս ծառերը։ Դա գլոբալ երևի ամենամեծ խնդիրը հենց դա է ծառերի հետ կապված, որ թթվածին մենք չունենք, օրեցօր վերանում է այն մեր հին ծառերը։ Մենք դրա համար առանձին հողակում ենք, ճիշտ եմ, քաղաքապետարանը։ Կանաչապատման հողակ, որտեղ կան մասնագետներ, որոնք պետք է որոշեն այս ծառը կտրեն, թե չկտրեն։ Կա այդ մարմինը։ Մարմինը կա, բայց այդ մարմինը ճիշտ չի աշխատում, հենց դա եմ ասում։ Օրինակ վնասված ծառը եթե կտրեն, կասեմ, այո, պետք է կտրվի։ Ես այս 2 տարվա ընթացքում 1 ծառ եմ ասել կտրեն, այդ ծառը ամբողջությամբ պետք է ընկներ, Հաբովյան 22 հասցեի մեր, որը վնասված էր, այդ ծառը մի տարի փորձեցի համոզել, որ պետք է կտրվի, սերտիֆիկատ հանած չէին կտրում այդ ծառը։ Այսինքն վտանգավոր ծառ էր դարձել, որը արդեն աս չուներ, ինքը ընկնելու վրա էր այդ ծառը։
Վնասված ծառի համար 2 տարի կռիվ արեցին, նոր կտրեցին։ Իսկ ոչ վնասված ծառերը 1 օրում կարող են որոշեն եւ ամբողջությամբ անցնել աշխատանքի ու կտրել ամբողջ օրինակ հեսա անցնելու են, շուտով անցնելու են կոմիտաս պողոտային, կոմիտասը ամբողջությամբ պետք է կտրեն ծառերը։ Որոշում են կայացրել, որ Բեգոյանը, կանաչապատման օղակի ղեկավարը պետք է անցնի ծառերի կտրման նորից։ Փորձելով, տեսեք, կանաչապատման հողակը եւս էլի մոտ 5 միլիարդից ավել միլիարդավոր գումարներ են դուրս գրվում, ամենամեծ հողակներից մեկն է կանաչապատումը, ասֆալտապատումը, աղբահանությունը, այսինքն միլիարդավոր գումարները հենց այդտեղ են։ Այդտեղով պետք է օրինակ աշխատանքներ կատարեն, որ կարողանան ինչ-որ X հանցավոր գործարքներ անեն։ Ինչ եմ ասում հանցավոր գործարքներ, որտեղ անորակ ասֆալտապատումը, անորակ աշխատանքները, բարձր գնով ծառեր ձեռք բերելը, դա ինձ համար դիտվում է որպես պետությունից թալան, իրենք ինչպես էին ներկայացնում, եթե 30,000-ով տուա կարող էին գնել, օրինակ գնում են 100 քանի հազարով կամ 5-6 անգամ թանկով, այդտեղ օրինակ կարող է թաքնված լինել հանցավոր կոռուպցիոն սխեմաներ, ումից են ձեռք բերում, իրենց բարեկամ ծանոթների ընկերություններից են նորից ձեռք բերում այդ տուաները, 1-2 ամիս հետո էլ այդ տուաները չորանում են, նորից պետք է գնեն, նորից պետք է չորանան, գնեն, այսինքն ինչքան շատ աշխատանք են իրենք փորձում ներկայացնել, այնքան էլ շատ գումարներ են մսխում։ Հենց այդտեղ է կայանում կոռուպցիան իրենց։ Մի փոքր ուսումնասիրությամբ այսպիսի նորմեր գտա շինհրապարակներից, ինչպես պետք է մեքենաներ դուրս գան, ինչ պետք է անեն, այլ օրինակ, չգիտեմ, ակերը պետք է լվանան, այդ նոր սարքերը պետք է դնեն։ Իրականում շատ sense հետաքրքիր էին այդ նորմերը, որոնք որ գրված էին։ Երբևէ որպես երևանցի չեմ հանդիպել, որ տեսնեմ շինհրապարակից որևէ մեքենա դուրս է գալիս, օրինակ անիվները լվանում, նոր անցնում է կամ անպայման ծածկ կա, մենք տեսնում ենք ինչպես են քարերը, ավազը թափելով մեքենաները Երևանում երթևեկում։ Դրանց համար ի վերջո պատիժներ, տուգանքներ, վերահսկող մարմին կա։ Այո, կա, բայց աշխատանք իրականացնող չկա։ Բոլոր չափորոշիչները կան, տուգանքներն էլ կան, թե մեքենան պետք է մաքուր դուրս գա, շենքը պետք է ծածկված լինի ցանցերով, բայց մոտ մի քանի օրինակ 100%-ից 5%-ն է պահում այդ կանոնները։ Մեքենաների օրինակ լվացումը, այո, ես էլ քիչ տեղերում 1-2 դեպքով տեսել եմ, բայց մնացած դեպքերում այո ակնհայտ է, որ չեն պահում կանոնները, փորձում է քաղաքապետարանը 1-2 անգամ տուգանել, տուգանքների գումարը այնքան ցածր է, որ շինարարը որոշում է, այսինքն մի քանի անգամ տուգանվի, քան օրինակ ցանց տնի։ Ցանցի գումարը ավելի բարձր է, քան մի քանի անգամ տուգանվել է, հետեւաբար ասում եմ ավելի լավ է 2 անգամ տուգանվեմ, քան այդ ամբողջությամբ ավելի բարձր արժեքով ցանց տեղադրեմ շենքի վրա։ Օրինակ մեր գործընկեր Արմենակ Դանիելյանը, ավականու անդամ Նազարբեկյան, իմ թաղամասում է, բայց իրար հետ ենք նկարահանում տեղի ունեցավ, այնտեղ Նազարբեկյան Towers 2 բազմաբնակարան շենք է կառուցվում։ Առաջին իսկ արդեն երևի ամբողջությամբ շենքը բարձրացել են, առաջին օրից սկսած ցանցապատում չկա։ Հնարավոր է 1-2 անգամ տուգանել են, բայց նույնը միևնույն է, մինչ այս պահը բերել են փոքրիկ հատված կանաչ ցանց են դրել, բայց դա լիարժեք աշխատանք չէ։ Այդ շենքը որոշեց չկահավորել, չկատարել, այսինքն քաղաքապետարանի ավականու որոշումը, բայց Տիգրան Ավինյանը խոստանում է, որ այո անուն շենքերի անունները տալու է ովքեր չեն կատարել, բայց ես չեմ լսել մինչ այսքան ժամանակ, օրինակ ինքը օրինակ Նազարբեկյան Towers-ի մնացած կազմակերպությունների անունները հնչեցնի։ Իսկ ինչու հարց է առաջանում, ինչ արդյոք գործարքներ կան այդ շենքի տերերի հետ, թե ոչ։ Այսինքն եթե իրանք են իշխանությունը, իրենց մարդիկ են շենքեր կառուցողները, հա, այդպիսի մեկնաբանությամբ իրենք ասում էին նախկինների ժամանակ նախկինների մարդիկ էին անում։ Այսինքն մեզ համար կարևոր չի ով է նախկին է շենք սարքողը, թե ներկա է շենք սարքողը, եթե կա հստակ կանոնակարգ, որը պետք է պահպանվի, եթե որոշում են, օրինակ տուգանքի չափը քիչ է, այո, պետք է բերեն բարձրացնեն։ Միայն արտոնություններ են տալի, այդքանից հետո այս արտոնուց վերջին նիստերի արտոնությունները միայն բազմաբնակարան շենքերին են տվել տերերին։ Այսինքն գումարներ են զիջել, ԱՊԶ-ի գումարներ, նմանատիպ գումարներ փորձել են միշտ բազմաբնակ, այսինքն իրենց մոտ ինչն է զարգացել, որ աղքատ ու միջին խավից վերցնեն, հարկերը թանկացնեն եւ տան հարուստներին։ Որ պետք է հակառակը լիներ, այսինքն հարուստներից պետք է կոպեկ վերցնեին տային աղքատներին, իրանք հիմա աղքատներից վերցնում են ու տալիս են հարուստներին, թե հետո իրենք ինչ են անում այդ հարուստների հետ, դա էլ
հետագայում կիմանանք։ Աղբահանության խնդիրը կարծես էլի ակնառու է, ինչպես նաև այդ տարածված աղբը, թափառող կենդանիները, շների կացարանի իսպառ բացակայությունը, ինչպես եք պատկերացնում դրա լուծումը։ Տեսեք, աղբահանության հետ կապված մի քանի աղբահանության տեսակներ ունենք մենք, շինարարական աղբի տեղափոխում դա առանձին է, սովորական կենցաղային աղբ եւ տեսակավորման աղբ։ Բոլոր ոլորտներն էլ 50%-ային առումով ասեմ, երևի 40-60% է կատարվում աշխատանքներ, մեծ մասամբ չի կատարվում ճիշտ պատշաճ որակի։ Կենցաղային աղբը, օրինակ, պետք է հստակ տեղորոշումներով, ժամով, գրաֆիկով կան տանեն, բայց տեղեր կա, օրինակ, ցուցադրամար, որտեղ փողոցի հատվածում է շատ մեր բնակիչները անցնում են այդ տեղով եւ պետք է տեսնեն այդ վայրերում ավելի շուտ են աղբը տեղափոխում, բայց որտեղ որ հարային վայրեր չի, այնտեղ մի քիչ երկրորդային են դիտում այս մարդիկ, այդ աղբը։ Բայց չէ, որ հենց այդ վարկերի տարածքում են, որ հիմնականում երեխաները խաղում են, դպրոցից տուն վերադարձ եւ այլն, հենց այդ հատվածում նույնիսկ մանկապարտեզի դիմացի աղբը չէին հավաքում, ես բազում տեսանկարահանումներ էի անում, որ մանկապարտեզի գոնե ամոթ ունեցեք, երեխաների ծնողներն են գալիս գոնե, դա էլ ձեր համար ներկայացնեմ, որ այդ մարդիկ ամոթանք չտան, գալիս են առավոտյան ժամը 9-ին պետք է գան, 8-ին պետք է գան եւ տեսնում են աղբը, իրենց երեխային տանում են մանկապարտեզ կամ դպրոց, դա շատ տագեղ է։ Գիտեք ինչն է խնդիրը, 5 ու 6 միլիարդ դրամ գումար նախատեսել, բավականին մեծ գումար է 5 ու 6 միլիարդը։ Ու աղբահանությունը մինչ այս պահը չկարողանան կառավարել, նույն տեսակավորման հետ կապված ահռելի մեծ գումարներ են դրել, տեսել եք աղբամաններ կան, մի քանի տեսակի ապակու, թղթի, ստվարաթղթե, պլաստմասի, այսինքն մեծ գումարներ են տեղակայել, բայց դա միայն աղբամաններ բերելով դուք չեք կարող լուծել այդ հարցը, որ մեր բնակիչը տեսակավորի, պետք է մեր բնակիչին ավելի մոտիվացնել, սովորեցնել, այսինքն դասընթացների բանը պետք է, ֆորմատը պետք է առաջնային կարգավորել, որ մեր բնակիչը դա գիտակցի եւ որ օրինակ աղբը կարելի է տեսակավորել, այսինքն մեր հանրության մեջ այդ կարծիքը ձևավորված չէ, այդ մենթալիտետը այս պահին չկա։ Դրա վրա պետք է աշխատել, ոչ թե գումարը բերել, միանգամից աղբամանները շարել ու ոչինչ չանել դրա դիմաց կանեն, այսինքն բնակիչը կուզի կանի, կուզի չի անի, դե հավանաբար մեծ մասը չի անում, տանը սովորական կենցաղային աղբում է թափում։ Դա սովորություն չկա մեր բնակիչների մոտ, որը այո պետք է վերականգնել մեր բնակիչների մոտ այդ ցանկությունը, որ մարդը ցանկություն ունենա ճիշտ ապրել, թափոնները օրինակ ճիշտ կառավարել։ Դա էլ իշխանությունից է գալի, երբ որ իշխանությունը ցանկություն է ունենում դա կատարելու, կարողանում է կատարել բնակիչների հետ ճիշտ աշխատելով, իսկ երբ որ չի ցանկանում, չի կատարվելու։ Տեսեք, ավելի գլոբալ աղբի հետ կապված վերամշակման գործարանը Նուբարաշենի պետք է կառուցվեր, տարիներ շարունակ բոլորը խոսում էին Նուբարաշենի աղբի վերամշակման գործարան կառուցելուց, բայց այս պահը չկա, այո կա որոշակի մեր բարձրաձայնումներից հետո որոշակի ինչ-որ նախագծային փուլում է։ Հենց այս պահին նախագիծ է ներկայացված, մրցույթի է դրված։ Ես կասկածներ ունեմ, որ այդ մրցույթի մասնակիցներ հնարավոր է չգտնվեն, քանի որ մարդիկ չեն վստահում այս իշխանությանը ներդրումներ կատարելու մեջ։ Այո, կան մարդիկ, որ ցանկություն կհայտնեն նաև արտերկրից, որ գան, բայց իշխանությանը չվստահելու պատճառ կա, առկա է, որովհետև գործարարների նկատմամբ թիրախավորումներ կան Հայաստանում։ Այսինքն, եթե մարդը հարուստ է, գործարար է, ինքը հասել է մի կետի, որ այո, խոշոր գործարար է դարձել բիզնեսով, այդ մարդը պետք է թիրախավորվի, այսինքն հնարավոր չէ երկրում բիզնես դնել եւ զարգանալ, դառնալ խոշոր։ Հենց խոշոր ես դառնում, ասում են ուրեմն թալանչի ես դու։ Դա նշանակում է, որ ներդրումներ, այսինքն այն մարդիկ, ովքեր գումարներ ունեն, վախենում են պետության մեջ դրել, այսինքն պաշտպանված չէ ներդրողի շահերը Հայաստանում։ Որսակսին, Երևան քաղաքում կան արդարացի դժգոհություններ երևանցիներից, ինչպես այսինքն քննարկեցին աղբի, թափառող կենդանիների մասով եւս խնդիրները բազմազան են փոխհատուցման ու դրան զուգահեռ կան նաեւ էական թանկացումներ։ Գույքահարկ, ինչպես նաեւ աղբահանություն, կարմիր գծեր եւ այլն։ Եթե իշխանությունը ձեր բնորոշում 40%-ով է ի վերջո կարողանում աշխատանքները կատարել, երևանցին կարող է 40%-ով կատարել վճարումները։ Ոչ, տեսեք, երևանցու խնդիրները բազում են, երևանցին մեր քաղաքացին իհարկե ճիշտ է,
Մեր քաղաքացու ապրելակերպը չի բարձրացել դրանից, մի բան էլ ասեմ, նվազել է, իրենք փորձում են ներկայացնել, որ մենք ասֆալտ ենք անում, ուրեմն քաղաքացու կենսամակարդակը բարձրացել է։ Քաղաքացու կենսամակարդակը ասֆալտով չի բարձրացել։ Տեսեք, օրինակ ունենք սպառողական զամբյուղ, պարենային զամբյուղը, սպառողական նվազագույն զամբյուղ, որոնք տարբեր են։ Վերջերս Արսեն Թորոսյանը դա մանիպուլացրեց թոշակների բարձրացման հետ կապված, որ մեր քաղաքացիներն իհարկե մեր երկրի ոչ բարով, ես կնկարագրեմ վարչապետը, մեր թոշակառուներին առաջի փուլում վիրավորեց, ինչ պիտի անի թոշակառուն, դա վիրավորանք էր իհարկե թոշակառուների նկատմամբ։ Դրանից հետո ասում էր 10,000 դրամ կբարձրացնեմ, եթե չէր կարող ծախսել, հետո որոշեց չէ, կարող է ծախսել թոշակառուն 10,000 դրամ, բայց իրանք միլիարդավոր կարող են գումարներ ծախսեն, իրանց համար նորմալ է, որ կարան իրանք ծախսեն, իսկ ուրիշը 10,000 դրամը չի կարալու ծախսի։ Դրանից հետո բերեցին 10,000 դրամ իբր նախընտրական նախընտրական թոշակ կարելի է անվանել, եթե բարձրացնում էիք այդ գումարը կար, իհարկե բարձրացնեիք, 10,000-ը շատ քիչ է, ես նորից եմ ասում, 10,000 դրամ չպետք է բարձրանար, իմ առաջարկը եղել է հետևյալը, որ թոշակառուն պետք է ստանա նվազագույն սպառողական զամբյուղի չափ թոշակ, նվազագույնը, դա 75-ից մոտ 80,000 դրամի սահմանում է այսօր նվազագույն սպառողական զամբյուղի, իրանք փորձել են էլի վերջերս թվերի մեջ խաղացնել, որոշակի երկրորդ եռամսյակ վերցնել եւ երկրորդ եռամսյակում նվազագույն զամբյուղը փոքր է եղել, ոչ թե տարեկան միջինը վերցնել զամբյուղների։ Իրենք փորձեցին ասել նվազագույն պարենային զամբյուղին հավասար է։ Այո, այդ բարձրացումից հետո պարենային զամբյուղին հավասար է, բայց ոչ նվազագույն զամբյուղին է հավասար սպառողական։ Պարենային զամբյուղը օրինակ 41-42,000 է, նվազագույն սպառողական զամբյուղը 75-80,000 դրամի սահմաններում է։ Իմ առաջարկը եղել է հենց պետք է նվազագույն թոշակը սահմանվի այնքան նվազագույն սպառողական զամբյուղին հավասար լինի։ Այսինքն այդ երկուսը պետք է միևնույն լինի, նաև նվազագույն աշխատավարձը պետք է բարձրանա, որը 75,000 դրամ է։ Գործնականում բյուջեի թվերը հաշվի առնելով հնարավոր է։ Այո, հնարավոր է, ես նաև առաջարկում եմ, տեսեք, եթե մենք նվազագույն աշխատավարձը բարձրացնում ենք, չէ՞, ինչքան եթե բարձրացնում ենք, այնքան բյուջե ավելի շատ գումար է գալիս։ Այսինքն այդ եկամտային հարկ, եթե գործատուն 75,000 դրամ է տալիս աշխատողին, դրանից ավելի փոքր եկամտահարկ է գնում պետության բյուջե։ Այսինքն դուրս է գալի որոշակի բեռ գործատոների վրա դնելով դու բյուջեն բերում ես, ավելացնում ես։ Այդ ավելացումը թոշակ ես բարձրացնում։ Իսկ այդ ծախսերը ծախսագրվում է գործատուի կողմից։ Մեն աշխատավարձերը, օրինակ, շահութարկի տարվա վերջում իրանք ծախսեր են ներկայացնում։ Այսինքն կարող հնարավոր է եկամտային հարկը բարձրացնելով, այդ աշխատավարձի նվազագույն աշխատավարձը բարձրացնելով որոշակի չափել այդտեղից գումար բերել բյուջե եւ բարձրացնել եւ երկրորդը օպտիմալ կառավարման դեպքում վստահեցնում եմ գումարների մեծ խնայողություն կունենանք, որը հնարավոր է թոշակը բարձրացնել։ Այդ տենդերների հետ կապված, որ 2/3 ձեռով տենդերներ չանեն, մեկը շահում է, մյուս մի քանի ընկերություններով գումարներ են բաշխում, այսինքն եթե օրինակ 4,000 դրամով գծամետրը շահում է մի ընկերություն, քաղաքապետարանը 4,000 դրամ է վճարում այդ գծամետր աշխատանքը կատարելու համար։ Շահում է X ընկերությունը 1,500 դրամով տալիս է այդ կազմակերպությանը անում է, ինքը չի անում։ Եթե կա 1,500 դրամով աշխատանք կատարող, քաղաքապետարանը պետք է գտնի այդ 1,500 դրամով կատարող աշխատողին եւ խնայի այն գումարը, այդ գումարները խնայելով մենք կարող ենք իրենց ասած մանկապարտեզն էլ կառուցել, դպրոցն էլ կառուցել, մյուսն էլ կառուցել, խնայելով կարող ենք անել, որովհետեւ մեկ երկու անգամ ամենակիչը ավել գումարներ են ծախսում, որը հնարավոր էր քիչ ծախսել։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրները Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր ավականու անդամ Արշակ Սարգսյանը, մենք զրուցում ենք Երևանցուն անհանգստացնող ամենաակնառու խնդիրների մասին։